Փառք Աստծուն, թող այդ բանը միշտ ձեր սրտի առաջ լինի։ Գիտեք, մեր շրթունքները շատ կարևոր են, որ մենք միշտ այդ բանը խոսենք Տիրոջը։ Դու արժանի ես, ես քեզ սիրում եմ, դու հրաշալի ես։ Գիտեք ինչ ենք մենք անում առաջինը, մենք այդ երբեք չի դադարի այդ անոթ, ինչքան դու կխոսես, դու կլացվես։ Մենք Տիրոջը օրհնում ենք, Սաղմոս ասում է բարի է գոհանալ Տերիցը, հա թե ինչի է բարի գոհանալ Տերիցը։ Մենք նրան օրհնում ենք, բայց մենք լցվում ենք, մենք նրան օրհնում ենք, բայց մենք վերապրում ենք այդ սերը։ Հալելույա, ամեն եւ ամեն։ Գիտեք, ես այսօր շարունակելու եմ, անցյալ անգամ մենք հրաշալի խոսք ենք լսել։ Ով է հիշում ինչի մասին էր։ Բոլորդ հիշեք, ասեք։ Այո, ջրերի, կյանքի գետերի մասին, որ Հիսուսը խոսեց ինձ հավատացողի որովայնից, կենդանի ջրերի գետեր պիտի հոսեն։ Ամեն։ Գիտեք ինչ, եկեք երբ որ մենք խոսքը լսում ենք, անմիջապես այդ շաբաթը այսպես ասենք, վաու, ես պետք է այդ շաբաթի այդ խոսքը կատարեմ։ Ես ուզում եմ վկայել, մեր քուրիկից չեմ հարցրել։ Մենք երեք մեր քուրիկի հետ աղոթել ենք, առավոտյան ինքը զանգեց, ասեց կարելի է չէ վկայեմ։ Զանգեց, ասեց մեջքից ցավ այնքան ուժեղ է չեմ կամ վեր կենամ ու դաժե շրջվեմ, երկու օր ցավում է։ Մենք ասեմ, որ շատ հեշտ է ընդունում այդ քուրիկը բժշկությունը, շատ։ Միաբանության աղոթք շատ արագ։ Մենք միաբանվեցինք եւ աղոթեցինք։ Հետո որ երեկոն եկավ, ես ասացի, ես պետք է զանգեմ։ Որովհետեւ ես չեմ ուզում ուղղակի աղոթեմ, օդի մեջ թողնեմ, ես պետք է զանգեմ։ Ու երբ որ երեկոյան զանգեցինք, ասեց, գիտես, մի քիչ անցել է, բայց մի քիչ տքում է, այնց նվնվոց կա։ Ասե, ահա, բայց ասում եմ, բայց մի հատ էլ գրիպ է սկսում, մի հատ էլ գլխացավ, մի խոսքով վատ եմ ինձ զգում ամբողջությամբ։ Ասենք, ահա, քանի որ մենք աղոթել ենք, այդ բաները պիտի անցնեն։ Գիտես, գալը հենց այնպես թողելու, սկսեցի ասել, արի, գիտես ինչ անեք, այն խոսքը, որ լսել ես, քո ներսում կյանքի ջրեր կան։ Արի ասա, ես արձակում եմ այդ կյանքի ջրերը, ես ազատագրում եմ այդ կյանքի ջրերը, որ նրանք բխեն, որ նրանք լցնեն ինձ, որ իմ ամեն մի բջիջի մեջ Աստծո հարուցանող կյանքը գա։ Ում այդպես մենք աղոթում ենք, ու այդ քուրիկը ազատագրում էր եւ ազատագրում էր, ասենք ամեն, հիմա երբ որ հեռախոսը դնենք, արդեն երեկո էր, նստի Աստծո ներկայության եւ տես ոնց է, ուղակի վերապրի, ոնց այդ ջրերը գալիս քո բջիջներով գնում եւ անցնում եւ լցնում եւ բժշկում եւ այլն։ Հետո առավոտյան զանգում եմ, ասում եմ ոնց ես։ Դե արդեն ձայնից երևում է շատ լավ եմ։ Ամեն գիշեր ասում եմ վերկացա տեսնեմ ոչ մի բան չի ցավում մեջքս, հիմա ընդհանրապես ձայնս էլ է շատ լավ, ամեն բան շատ լավ է։ Ու գիտեք ինչն էր հետաքրքիր սա ինչու է զանգեցես, կարա չզանգեի, ոչ թե ստուգելու։ Գիտեք, երբ որ մենք արձակում ենք գետերը, մենք պետք է հետևողական լինենք։ Եթե Տերը ասես դուք ձեր մեջ ունենք, մենք պետք է դա գործի դնենք ու մենք պետք է տեսնենք դրա գործողությունը։ Հենց այնպես չէ։ Ամեն։ Գիտեք, այդ քուրիկը այսօր այստեղ է։ Ոչ մի ցավ չունի, եղնիկի ոտքերով էլ վազելով եկել է բոլորից էր արագ, շուտ։ Ամեն։ Կտասես, հա ինչ մի բան է, ոչ մենք պետք է վկայենք դա։ Պետք է վկայենք, գիտեք ինչ, մենք պետք է գործի դնենք այն խոսքը, որ մենք լսել ենք անցյալ կիրակի, մենք ունենք 7 օր, տարբեր տեղեր, տարբեր իրավիճակներ, տարբեր հանգամանքներ, տարբեր մարդկանց տներ ենք մտնում մեր կյանքի մեջ, ինչու չգործածենք դա, որովհետև հայտնություն ինքը մեզ ոչ մի բան չի տա, երբ որ մենք լսում ենք խոսքը, երբ որ մենք դա գործենք, նույն այն ժամանակ ազատագրում է Աստծո հարուցանող զորությունը։ Թանկագիներս, հեռու չի մեզանից Աստծո փրկությունը, շատ մոտ է մեզ, մենք ուղղակի պետք է բացենք մեր շրթունքները եւ սկսենք աղոթել եւ խոսել այդ բաները։ Ես հավատում եմ էլի մարդիկ կան, որ նման բան արել են, ես ինչի համար ասեցի դա, որ մենք չասենք, այս ինչ փոքր բան է, որ մենք վկայենք, որ մենք խիզախ լինենք, որ մենք ամեն մի առիթ օգտագործենք, որպեսզի Տիրոջ կյանքի զորությունը գործի դնենք։ Ամեն։ Սա շատ կարեւոր է։ Օրինակ արժե դրա համար Տիրոջը փառք տալ այդ բժշկության համար։ Այո, ամեն։ Այսօր Տերը խոսում է եւ մենք մինչեւ Պենտեկոստերը շարունակում ենք խոսել հարության մասին, ամեն։ Ես այսօր ուզում եմ խոսել Սուրբ Հոգու մկրտության մասին եւ լեզուների այդ պարգևի մասին, որ Տերը մեզ տվեց աղոթքի մասին, ու կարելի ասել սկսում եմ այնտեղ, որտեղ անցյալ անգամ քարոզիչը վերջացրեց, հա, որ ասեց, որ Սուրբ Հոգու մկրտությունը դա Քրիստոսի հարուցանող զորության վկայությունն է մեր մեջ, որովհետեւ Հիսուս ասեց, լավ է ես գնամ, նա մահացավ, հարություն առավ, համբարձվեց, գնաց հոր մոտ, խնդրեց հորից եւ ուղարկեց Սուրբ Հոգին, եւ գիտեք, այդ Սուրբ Հոգին վկայում է, որ Հիսուսը կենդանի է ու գերեզմանում չի, որ
նա հարությունը արել։ Դրա համար նա այսօր մեր մեջ է։ Ոնց կարող էր մահացած այսօր մեր մեջ լիներ, մեզ հետ լիներ, մեր ներսում լիներ ու մեր կյանքում գործեր։ Դրա համար Սուրբ Հոգին, երբ որ եկավ, նա վկայություն է, որ Հիսուս Քրիստոսը մեռելներից հարությունը արել։ Եվ Սուրբ Հոգին դա նրա հարուցանող զորությունն է, որ այսօր մեր մեջ է։ Սա հենց այն կյանքի գետերի մասին է, որ Հիսուսը խոսեց Հովհաննեսի 7-րդ գլխում, որ ինձ հավատացողի որովայնից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Ամեն։ Ես հիմա չեմ գնա այնտեղ, շատ լավ կլինի, որ դուք գրի առնեք։ Ընդհանրապես իմ սիրելի եկեղեցի, լավ է, որ մենք քարոզները գրենք։ Լավ է, որ մենք գրենք այն խոսքերը, որ Տերը մենք աղոթում ենք ու Տերը տալիս է ու մենք դա ազատագրում ենք։ Գիտեք ինչ, հենց այնպես չի, որ հետո գնալ, նորից նայել, նորից աղոթել շաբաթվա ընթացքում, նորից խնդրել Տիրոջից հայտնություն եւ դրա իրականության մեջ մտնել։ Ամեն։ Այո։ Եվ այսպիսով, թանկագիներս, Հռոմեացիս 4:24-25-ում գրված այսպիսի բան։ Խոսք ասում է, որ մենք արդարանում ենք, հա, երբ որ հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Նրան, ով որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, որը մատնվեցավ մեր հանցանքների համար եւ հարություն արավ մեզ արդարացնելու համար։ Ես ուզում եմ այս խոսքը ասել, Հիսուս Քրիստոսը մահացավ մեր հանցանքների համար եւ նա հարություն արավ մեզ արդարացնելու համար։ Այսինքն մենք հավատալով Հիսուս Քրիստոսին ինչ ենք անում, մենք վերստին ծնվում ենք, մենք արդարանում ենք, մենք նոր կյանք ենք ստանում, երկնային արքայության քաղաքացի ենք դառնում։ Ու գիտես, մի բան ասեմ, որ մենք կարող ենք այստեղ կանգ առնել։ Շատերի համար դե ես փրկված եմ, արդարացված եմ, հավիտենական կյանք ունենք, փառք Աստծո, այս ալիքի վրա եմ հերիք է։ Գիտեք, շատերս կարող ենք այստեղ կանգնել։ Բայց ես դες մի բան ասեմ, որ արդարությունը, որը մենք ստանում ենք Աստծուց, սա ոչ թե վերջնակետն է, միայն թե արդար լինեմ ու երկինք մտնեմ, սա ոչ թե վերջի կետն է, սա առաջի կետն է, սկիզբն է նոր կյանքի ու հրաշալի բաների, որ Աստված մեզ համար պատրաստեց։ Երբ որ մենք հավատքով արդարանում ենք, ինչ որ մենք մտնում ենք մի նոր կյանքի զարմանալի կյանքի մեջ։ Այսինքն սա վերջնակետը չի։ Տեր ջան, շնորհակալություն, իմ մեղքերը ներել ես, ինձ արդարացրել ես, անունս գրել ես կյանքի գրքի մեջ։ Փառք Աստծո, որ ես դժոխք չեմ գնում, փառք Աստծո, որ ես փրկված եմ։ Սիրելիներս, սա ամբողջը չի։ Շատերս կարող այստեղ կանգ առնեք, բայց գիտեք, արդարության պարգևը դա վերջը չի, դա սկիզբն է, ամեն։ Սկիզբն է, այն խոսմունքների սկիզբն է, հաղթական կյանքի սկիզբն է, այն ամեն ժառանգության, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար ունի այսօր։ Դրա համար մենք պետք է գնանք առաջ, ամեն։ Եվ Հռոմեացիս 5-րդ գլխում այսպես է գրված, առաջի երկրորդ խոսքը եւ 17 խոսքերը։ Ուղղակի ես կխոսեմ, դուք կարող եք գրել տանը կնայել։ Խոսքը ասում է, արդ մենք հավատքով արդարացած լինելով խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որով եւ այդ շնորհքի մեջ էլ մտնելու հնարավորությունը ունենք։ Ամեն։ Այսինքն, երբ որ դու արդարանում ես, մի բան է կատարվում։ Դու հաշտվում ես հոր հետ, դու կյանք ունես քո ներսում, Սուրբ Հոգին գալիս ու բնակվում է քո մեջ, դու դառնում ես Սուրբ Հոգու տաճարը, քո անունը գրվում է երկնավորներում, դու դառնում ես Աստծո զավակը, ամեն։ Սա շատ կարևոր է, բայց սա միայն դա չի, մենք հաշտվում ենք, մենք գալիս ենք հոր մոտ ինչպես մեղք չունեցող, եւ խոսքը ասում է ինչը մենք նույնպես դրա միջոցով շնորհքի մեջ մտնելն էլ հնարավորություն է, ռուսերեն ասում է доступը գիտեք մի ուրիշ բան է, թե բանկի բանալիները կա, ասում են кто имеет доступ, այսինքն safe-ին, նա ով որ հնարավորություն ունի մտնելու, այսինքն մենք արդարացածները մենք ունենք այդ հնարավորությունը Տիրոջ շնորհքի մեջ մտնելը, Տիրոջ երկնային արքայության մեջ մտնելը, Տիրոջ երկնքի ճոխության մեջ մտնելը, նրա զորության մասնակից լինել, նրա փառքի մասնակից լինել, նրա հրաշքի մասնակից լինել, նրա հրաշագործ զորության մասնակից լինել, այդ доступ այսա է, մենք հնարավորություն ենք ստանում։ Տեսեք, սա դեռ սկիզբն է, հավատքի արդարության պարգևի միջոցով։ Եվ այդ նույն գլխի մեջ գրված է, որ մենք, որ արդարության պարգևն ենք ստացել եւ շնորհքի լիությունը, մենք այսօր կանչված ենք թագավորելու այս կյանքում Հիսուս Քրիստոսի ձեռով։ Տեսեք, ինչքան արտոնություններ է բացվում, երբ որ մենք նոր ենք գալիս, այսինքն մենք թագավորելու այդ ինչպես թագավորներ են կանչված երկրի վրա ապրելու։ Սա այն է, որ մենք խոսում ենք, որ մենք կանգ չառնենք։ Տերը մեզ կանչեց թագավորական կյանքի մեջ։ Թող չլինի այնպես, ես փրկված եմ, կիրակի գնում եմ ծառայության, փառք Աստծուն, մենակ չհիվանդանամ, աղոթեք որ լավ լինեմ, էս էլ սա լավ լինի, թանկագիտներս։ Սա այն փոքրն այն սկիզբն է, սա սկիզբն է, Տերը զարմանալի բաներ ունի եկեղեցու համար, որ մենք դրա մեջ մտնենք, որովհետև թագավորելը սա ուրիշ մակարդակ է, ամեն։
Եվ այսպիսով գիտեք վերստին ծնունդը շատ կարևոր քայլ է, շատ կարևոր քայլ է։ Ինչ է դա մեզանում, խավարից տանում է լույսի մեջ։ Մահից տեղափոխվում ենք կյանքի մեջ։ Ամեն։ Ոչ ոք ենք դառնում ենք Աստծո ընտանիքի անդամները։ Դառնում եք երկնային ժառանգություն, այսինքն դա շատ կարևոր է։ Դու ստանում ես կնիքը Սուրբ Հոգու քո ներսում, որը գրավն է, որ դու իրան ես պատկանում, եւ նա օրերից մի օր պետք է գա քո հետևից, այսինքն գրավն է մեր փրկության։ Սա սկիզբն է, սա այն ինչ որ մեզ տալիս է վերստին ծնունդը։ Կասես, բայ ինչ է պետք, ամեն բան կա։ Սրանից լավ կյանք, բայց կա։ Իրականում կա։ Հովանես 20:22-ում Հիսուս այսպես ասեց աշակերտներին։ Մինչև որ ինքը գնաց երկինք, ինքը աշակերտներին ասեց. Ինչպես հայրին զուգարկեց, այդպես ես եմ ձեզ ուղարկում, եւ ասելով փչեց հոգին ու ասեց առեք Աստծո հոգին։ Գիտեք, մեկ ստե մի բան եք տեսնում, աշակերտները մինչև Պենտեկոստե օրը նրանք վերստին ծնված էին, որովհետեւ Հիսուսը տվեց իրանց իր հոգին։ Նրանք մինչև Պենտեկոստե օրը արդեն վերստին ծնված են, բայց հետո մենք կարող ենք տեսնել արդեն Ղուկաս 24:49-ում, հա, եւ նա ասում է, բայց դուք մնացեք Երուսաղեմում եւ ես ուզում եմ կարդալ, եւ ահա ես իմ հոր խոստմունքը կուղարկեմ ձեզ վրա, դուք էլ նստեցեք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն հագնեք։ Տեսեք, նրանք վերստին ծնված էին, Աստծո հոգին արդեն իրանց մեջ էր, բայց Հիսուս ասեց, սա ամբողջը չի, սա ամբողջը չի, մնացեք Երուսաղեմում, ես պետք է մի բան անեմ, ես պետք է խոստացած հոգին ուղարկեմ եւ վերևից եւ դուք պետք է զորություն առնեք, երբ որ ձեզ վրա Աստծո հոգին գա։ Ինչի մասին էր խոսում Աստված։ Այսինքն բացի նրանից, որ մենք փրկվում ենք, ունենք խաղաղություն Աստծո հետ, կարող ենք Տիրոջ ձայնը լսել, կարող ենք իր սերը վայելել եւ այդպես ապրել եւ մեր անունը գրված է կյանքին գրքում։ Կա մի բան, որ Հիսուս ասեց, սա ամբողջը չի։ Գնացեք Երուսաղեմ, սպասեք, մինչեւ ինքը ասեց, դուք կգնաք ամբողջ աշխարհով, ավետարանը կքարոզեք։ Հիշում եք, չէ՞։ Բայց մինչեւ այդ դուք պետք է սպասեք, որտեղ կա մի կարևոր բան, որ ես ուզում եմ հորից խնդրել եւ ուղարկել, առանց որի դուք չեք կարող լինել։ Ամեն։ Եվ Գործ Կարաքելոց մենք գիտենք 8-րդ առաջի գլխում 5-ից 8 խոսքերը։ Նորից նա կրկնում է, Հիսուս ասեց, մնացեք Երուսաղեմում, մնացեք եւ սպասեք, հա, եւ հետո ասում է դուք զորություն կառնեք, երբ որ Տիրոջ հոգին գա ձեզ վրա, եւ իմ վկաները կլինեք, որտեղ Երուսաղեմում, հա, Հուդայում, Հրեաստանում եւ մինչեւ աշխարհի վերջը։ Գիտեք, այն բանը, ինչի մասին մենք այսօր կխոսենք, Սուրբ Հոգու այդ հեղումը, հա, եւ այդ Սուրբ Հոգու մկրտությունը եւ նրա նշանների մասին, սա շատ, ոնց ասեմ, շատ կարեւորագույն հիմնային բան է հաղթական քրիստոնյայի կամ քրիստոնյայի հաղթական կյանքի համար, շատ հիմնային է։ Եթե դա չլներ, Հիսուսը կասեր, հոգին փչեցի ձեզ վրա գնացեք, հիմա կարող եք ամեն ինչ անել, ձեր մեջ եմ փչել, բայց նա ասեց ոչ, սպասեք։ Եվ այսօր ես ուզում եմ խոսել այդ Սուրբ Հոգու մկրտության մասին, ինչ է տալիս այդ Սուրբ Հոգու մկրտությունը, ինչ է նշանակում զորությունով վերևից մկրտված լինել։ Ամեն։ Սա գիտեք, սա Սուրբ Հոգու մկրտությունը դա մի վերապրում է, որը հետևում է մեր վերստին ծնունդից հետո։ Միգուցե լինում է պահ, որ դու մի անգամից ես այդ երկուսը ստանում, բայց վերստին ծնվելուց հետո, երբ որ մենք Տիրոջը կանչում ենք մեր կյանքի մեջ, կա եւս մի շատ կարեւոր այդ վերապրում, ասեմ, թե նվեր երկնքից, որի մասին Հիսուս ասեց, դուք դրա կարիք ունեք, եւ դա Սուրբ Հոգու մկրտությունն է։ Ամեն։ Մենք դա տեսնում ենք Գործ Կարաքելոցում, եթե մենք նայենք Հիսուսի կյանքը, մենք շատ չենք կարող նայել, բայց մենք եթե նայենք Հիսուսի կյանքը, մենք տեսնում ենք, որ նա մինչև իր ծառայություն սկսել է, ինչ որ մի բան իր այդ կատարվեց։ Նա եկավ եւ Հովանեսի մոտ, Հովանես Մկրտչի մոտ մկրտվեց մեղքերի, հա, այնտեղ մեղքերի ապաշխարության մկրտությունն էր, բայց հետո Հովանեսը տեսավ, որ երկինքը բացվեց եւ Սուրբ Հոգին աղավնոպես իջավ Հիսուսի վրա եւ հանգչեց նրա վրա, եւ դա Տիրոջ զորությունն էր, որը Հիսուսը ստացավ ծառայության համար, հետո հոգին նրան տարավ անապատ, որտեղ ինքը 40 օր փորձվում էր անապատում սատանայի կողմից, ամեն, ոչ ուտում էր, ոչ խմում էր, շատ թուլացած էր մարդկորեն, ֆիզիկապես 40 օր շոկի տեղ, անապատում գազաններ կային, շատ վտանգավոր տեղ, անատանը չէր, որ այսպես քնել լավ թույլ է, ու գիտեք 40 օր փորձվում էր, եւ մենք գիտենք, որ նա անապատից դուրս եկավ շատ մեծ հաղթանակով, ինչու, ինչպես նա կարողացավ այդ բոլոր փորձությունները հաղթանակել Սուրբ Հոգու զորության միջոցով, Սուրբ Հոգու զորության միջոցով։ Եվ երբ որ նա դուրս եկավ եւ անապատից այդ 40 օր հետո, խոսքը ասում է նա վերադարձավ Երուսաղեմ Սուրբ Հոգու զորությամբ, նա մտավ ժողովարան, բացեց գիրքը եւ գիտեք հայտարարեց մի զարմանալի բան, որ Տիրոջ հոգին ինձ վրա է, Տերը օծեց ինձ, ամեն, եւ ասեց աղքատներին ավետարանելու, սրտով կոտրածներին բժշկելու, եւ մենք գիտեք նա հայտարարեց, հա գերիներին ազատում քարոզելու, բայց նա այսպես ասեց, Տիրոջ հոգին ինձ վրա է, Տերը օծեց ինձ,
Այսինքն նա ուզում էր ասել, Տիրոջ զորությունը իմ վրա է, Տիրոջ ձեռքը իմ վրա է եւ օծությունը իմ վրա է, ինչի համար, որպեսզի ազատագրեմ մարդկանց, ծառայեմ մարդկանց եւ գերիներին ազատ արձակեմ, կապանքներից ազատ արձակեմ, Տիրոջ ընդունելի ազատության տարին հռչակեմ։ Սա Սուրբ Հոգու մասին է։ Հիսուսը չմտավ ծառայություն եւ չհաղթեց սատանային անապատի մեջ առանց Սուրբ Հոգու զորությանը։ Եթե նա, ուրեմն մենք էլ դրա կարիք ունենք։ Ամեն։ Գիտեք, սա շատ կարևոր բան է, մենք գնում ենք առաջ, որ մենք հասկանանք դա, ուրեմն եթե մենք խոսենք Սուրբ Հոգու մկրտության մասին, առաջին ինչ ուզում եմ որ մենք նշենք, երբ որ մենք Սուրբ Հոգու մկրտությունն ենք ընդունում, ամեն, մենք ստանում ենք զորություն հաղթելու թշնամուն։ Մենք ստանում ենք զորություն հաղթելու թշնամուն։ Թանկագինս ոչ ես, ոչ դու, մենք չենք կարող հաղթել թշնամուն մեր զորությունով։ Նա հոգևոր է, ամեն։ Ես չեմ ասում նա ամենազորավորն է, բայց նա հոգևոր է եւ մենք այդ հոգևոր զորության կարիք ունենք։ Ուրեմն Հիսուս այդ զորությունը արավ եւ նա հաղթեց թշնամուն եւ նա հաղթում էր անապատում եւ հետո նույնիսկ մենք տեսնում ենք իր կյանքի մեջ։ Մենք էլ այսօր կարիք ունենք Սուրբ Հոգու զորությանը, որպեսզի հաղթենք թշնամուն։ Երբ որ թշնամին գալիս, երբ որ սատանան է գալիս, երբ որ իրավիճակներ են գալիս, ամեն, երբ որ մենք առնչվում ենք նման դիվային բաների հետ, մենք Սուրբ Հոգու զորության կարիք ունենք։ Մենք Սուրբ Հոգու մկրտության կարիք ունենք ու փառք Աստծո, որ մենք մկրտված ենք։ Հաջորդ ինչի մասին ես ուզում եմ խոսել, ինչա տալիս Սուրբ Հոգու մկրտությունը, գիտեք, դա տալիս է մեզ զորություն մարդկանց ծառայելու։ Մենք արդեն դրա մասին խոսեցինք, հա, զորություն մարդկանց ծառայելու։ Ղուկաս 4:18-ում Հիսուսը ասեց Տիրոջ հոգին ինձ վրա է։ Եվ Գործք Առաքելոց 10:38-ում սա այն խոսքն է, որ Հովկարեն այս տարվա մեջ հռչակեց, ու մենք պետք է բռնվենք այդ խոսքից, այն Հիսուսին, որ Նազարեթից էր, ինչպես Աստված նրան Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց եւ նա ման էր գալիս, ինչ անելով, բարի անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով։ Այստեղ բարձ խոսքը ասում է, Աստված նրան օծեց Սուրբ Հոգով եւ օծեց ինչով, զորությունով։ Ինչի համար, որ նա բարի աներ եւ մարդկանց ազատագրեր եւ ծառայեր եւ բժշկեր մարդկանց։ Ամեն։ Գիտեք, Ղուկասի 6-րդ գլխում այդ զորությունը, որի մասին մենք խոսում ենք, մենք կխոսենք հետո եւ լեզուների աղոթքի մասին, այդ զորությունը, որ երկնքից իջավ Պենտեկոստե օրը, հա, որը մենք ստացանք։ Գիտեք դա ինչ զորություն է, դա դինամիզ բառից է։ Մենք գիտենք դինամիտը ինչ է, հա։ Դինամիտը գիտեք ինչ է։ Պայթուցիկ ինչ որ մի բան, մի նյութ, ու ասեմ, որ ինքը շատ հզոր է եւ ինքը շատ մեծ բաներ կարա, գործողություններ կարա անի, այդ դինամիտ ասելով, դինամիս, այստեղ ուղղակի զորություն չի, այսինքն նա նմանեցվում է, երբ որ մենք գիտենք ապարաժը կամ ժայռը, պետք է քանդվի մեծ ապարաժը, հա, ես չեմ մտածում, որ երբ որ այսպես թունելներ են անցկացնում սարերի միջով, նստում են մուրճը դնում են եւ այսպես մուրճով միլիմետր այլ միլիմետր քանդում են, չէ, հսկա ապարաժը, իր կամի ուրիշ նյութեր, որոնք դրա հարցերը կարան շատ արագ լուծեն, եւ դա այդ նման պայթուցիկ նյութերն են, այդ դինամիտն է կարելի ասել, եւ երբ որ նա խոսում է Սուրբ Հոգու զորության մասին, որ մենք ստացել ենք Աստծոց, սա հենց այդպիսի բնավորության զորություն, այդպիսի կարողության զորությունը, որը կարող է ուղղակի ապարաժներ քանդել, այնտեղ որտեղ մենք չենք կարող ու մարդուն հնարավոր չի, բայց այդ զորությունը կարող է եւ Տերը ասում է դու այդ զորությունը կստանաք երկնքից, սпасեք, որպեսզի իմ վկաները լինեք, որպեսզի կարողանաք գնալ եւ հաղթեք օծերի եւ կարիճների վրա, կողրջեք եւ թշնամու ամբողջ զորության վրա եւ ձեզ ոչ մի բան չի պատահի։ Այո, եթե մենք այդ զորությունով սպառազինված ենք, մեզ ոչ մի բան չի պատահի։ Բայց եթե մենք գնանք առած այդ զորության, մենք չենք կարող հաղթել եւ մենք կվնասվենք։ Ամեն։ Ուրեմն Սուրբ Հոգու մեզ զորությունը տրված է մեզ ինչու մարդկանց ծառայելու համար, որպեսզի մենք այստեղ երկրի վրա ծառայություն կատարենք։ Եվ այդ մարդիկ շատ հեռավոր երկրում չեն, նրանք քո կողքն են, քո տան մեջ են, քո հարևանության մեջ են, որ չասես, դե ինձ լավ է, լավ չի, մեր շուրջը շատ բռնված մարդիկ կան, մեր հարազատների մեջ շատ տանջվող մարդիկ կան, մեր մտերիմների մեջ կան շատ, մեր շուրջը կան շատ ոչ adekvat մարդիկ բռնված դևերով եւ եթե իրանք չազատագրենք, նրանք վնաս են պատճառելու շատերին։ Ամեն, բայց մենք ունենք այդ զորությունը։ Մարկոս, ուզում եմ կարդալ մի երկու տեղ էլ Ղուկաս 6-րդ գլուխ կարող է գրել 18-19։ Այստեղ գրված է, որ Հիսուսի մոտ բերեցին շատ հիվանդներ եւ դիվահարներին։ Եվ գիտեք ինչ է գրված, բոլորը փորձում էին, փնտրում էին թե ինչպես Հիսուսին կպնել, որովհետև խոսքը ասում է, որովհետև նրանից զորություն էր դուրս գալիս եւ բժշկում էր։ Դուք պատկերացեք դա ինչ զորություն, այն գետերը, հա, ինքը մարդիկ դաժե չեն ասում բժշկիր, մենակ կպնեն,
Որովհետև երբ որ կպնում են Հիսուսից զորություն էր դուրս գալիս։ Նա մկրտված էր Սուրբ Հոգու զորությամբ, եւ մենք ասենք ինչքան կարեւոր է լեզուներով աղոթքը, հա, եւ նրանից զորություն էր դուրս գալիս եւ բժշկում էր մարդկանց։ Մարկոս 5:30-ում հիշում եք այն արյունահոսող կինը։ Մարկոս 5:3 միայն թե կպնեմ, ես կբժշկվեմ։ Եվ երբ որ դիպավ Հիսուսին, Հիսուսը չգիտեր, ինքը թաքուն եկեր էր ամբողջի մեջ։ Բայց երբ որ ինքը դիպավ Հիսուսը կանգ առավ, որտեղ խոսքը ասում է նա ինքը իր մեջ զգաց, որ իրանից զորություն գնաց։ Գիտեք, այդ Սուրբ Հոգու զորությունը դա իրական զորություն է։ Դա ինչ որ մի տարօրինակ բան չի, դա իրական զորություն է։ Աստծո հարուցանող զորությունն է, որը Քրիստոսի վրա է եւ այսօր մեզ է ուղարկված։ Ամեն։ Եվ մենք կարող ենք էլի մի քանի տեղել նայել Գործք Առաքելոց առաքյալների կյանքի մեջ, տեսեք ոնց էր գործում։ Գործք Առաքելոց 5:15 խոսքը ասում է, որ շատ հիվանդներ մահիճների վրա բերում էին եւ դնում էին հրապարակներում, ճանապարհների վրա։ Պատկերացնում եք Երուսաղեմում։ Որ գոնե Պետրոսի շուքը անցնելուց ընկնի այդ հիվանդների վրա։ Եկեք համաձայն, որ դա իրականում զորություն էր։ Մարդկանց մահիճների վրա են բերում։ Պատկերացրեք, հա, կալասկաներով, ինվալիդները մահիճներով, այսպես շարում են այս փողոցներով, վերևից ներքև։ Որ երբ որ դու անցնես, որովհետև շատ էր ամբողջը, շատ է, որ գոնե քո ստվերը ընկնի, որովհետև մարդիկ տեսնում են, որ քեզ այն զորություն է գնում։ Եվ նման ժամեր օրեր պետք է գան։ Եվ որ մենք վերջապես վերապրենք այս ինչը մեզ տրված ու կանգ չառնենք միայն նրա վրա, որ մենք արդարացված ենք ու մեզ համար ապրենք։ Չմնանք միայն այն բանի վրա, որ Տիրոջ հոգին մեր մեջ է, այլ Սուրբ Հոգու մկրտության կարևորությունը հասկանանք։ Ամեն։ Եվ մենք գիտենք եւ նույնպես Գործք Առաքելոց 19:12-ում Պողոսի մասին էր գրված։ Մինչև որ նրա մարմնի վրայից շատ մարդիկ բժշկվում էին։ Եվ տեսեք ինչ է գրած, մինչև որ նրա մարմնի վրայի թաշկինակները եւ արշամանքները տանում դնում էին հիվանդների վրա եւ ցավերը հեռանում էին եւ չար ոգիները դուրս են գալիս։ Սա էլ մի ուրիշ բան է։ Դու հավատում ես, որ քո շորը կարող է 11-ին եւ նման բան լինի։ Գիտես, դա կա։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ։ Մի հատ շատ սիրելի գեղեցիկ մի հատ կոստյում ունեի, դեղին գույնի։ Երևի շատերը դեռ չկայք։ Փարաբանում ենք, հագնում ենք, շատ ենք աղոթում։ Հանկարծ մի օր ուղղակի զգացի, այսպես պետք է օրհնեմ։ Դա օրհնեցի մի հատ քուրիկին։ Գիտեք ինքը ինչ ասեց։ Ես գնացել եմ տուն, եւ իմ վրանից մի հատ պարելի հոգի է եկել, ես պարում ու փարաբանում է։ Գիտեք, դա նորմալ է։ Դա ինքը վկայեց։ Ինչքան լավ ուղղակի չես տվել, այլ ոչ թե ինչ որ մի բան կար, երբ որ քո վրա է, դա փոխանցվում է մյուսի վրա։ Ու ինքը գիտեք վկայեց դրա մասին, որովհետև ուղղակի գերբնական այդ ուրախությունը, ապարելը, փառաբանությունը եկել էր իր վրա։ Գիտես, սա նույն բանն է։ Պողոսը քայլում էր Սուրբ Հոգու զորության մեջ։ Ու մարդիկ երևի դիպչում են, բժշկվում են։ Ու որ տեսան, որ ամեն մի մարդ չի կարա հերվից գա, թաշկինակներ, վարշամանքներ կային։ Հերցնում են ու տանում են ու դնում են հիվանդների վրա։ Ու այդ զորությունը փոխանցվում էր։ Ու մարդիկ բժշկվում էին։ Բայց սա նույն Քրիստոսի հարուցանող զորությունն է։ Մենք այսօր կխոսենք այդ մկրտությունը Սուրբ Հոգով դա ինչ է, ինչու այդքան կարևոր է, մենք դա կարևորենք եւ ոնց է դա մեր ներսից ազատագրվելու։ Գիտեք, սա մեր մասին է, սիրելի եկեղեցի, մեր մասին է։ Մեր մասին է։ Հին ուխտ չի սա մեր մասին է։ Ամեն, ասա սա իմ մասին է։ Իմ մասին է, ասա սա իմ քաղաքի մասին է։ Իմ մասին է։ Ամեն։ Եվ մենք տեսնում ենք այդ բանը, թանկագիներ, սա ֆոկուս չի, ոչ էլ էքստրասենսորիկա է, ոչ, սա Հիսուս Քրիստոսի հարուցանող զորությունն է, որովհետև Սուրբ Հոգու մկրտությունը դա վկայություն է Հիսուս Քրիստոսի հարությանը եւ որ նա մեր մեջ է, անցյալ անգամ դու դրա մասին լսել ես։ Եփեսացիս առաջի 19-ում, առաջի գլուխ 19 գլխում կա այսպիսի մի աղոթք, նա սկսում է 17-ից, բայց այստեղ Պողոս ասում է, որ ձեր սրտի աչքերը լուսավորելով դուք ճանաչեք նրա զորության գերազանց մեծությունը ձեզանում, որ հավատացիք նրա կարող զորության առաջադրության պես, որով նա Քրիստոսի մեջ ներգործեց նրա մեռելներից հարություն տալով։ Այսինքն Պողոսը այստեղ ասում է, ես աղոթում եմ, մենք էլ պիտի աղոթենք։ Դա ինչ զորություն է։ Նա ասում է, ձեր մեջ կա, որ դուք ճանաչեք այդ զորության գերազանց մեծությունը։ Երեք բառ՝ զորություն, գերազանց, մեծություն։
Այսինքն այլևս դրանից ավելի չկա։ Դա մի զորություն է, որ գերազանցում է ամեն մի զորություն ֆիզիկականում, հոգևորում, աշխարհում։ Խոսքը ասում է այդ զորությունը ձեր մեջ է։ Ու հետո ասում է դա նույն զորությունն է, որով Աստված Հիսուսի մեջ գործադրեց նրան մեռելներից հարություն տալով իր աջ կողմը նստեցնելով։ Այսօր այդ զորությունը ձեր մեջ է։ Ու Պողոս ասում է աղոթում եմ, որ ձեր սրտի աչքերը բացվեն, դուք ճանաչեք այդ ինչ կա ձեր մոտ, այդ ինչ հարուցանող զորությունը, այդ կարելի ասել դինամիտը, այդ ինչ է եւ ինչի համար է նա, ամեն։ Դրա համար այդ աղոթքը շատ կարեւոր է, թանկագիներս։ Եվ այս բաները իրական են։ Մեր օրերի մեջ էլ նման բաներ կան։ Մենք էլ ենք աղոթել թաշկինակների համար, ծառայությունների ժամանակ, չէ՞, երբ որ պետք է դուք հաճախակի բերում եք աղոթների ժամանակ, եւ մենք էլ ենք լսում վկայություններ։ Եվ դա նորմալ է, որովհետև դա ոչ թե մեր պատճառով է, այլ Հիսուսը հաստատում է իր կենդանի լինելը մեր մեջ, իր հարություն լինել, որ նա հարյալը եւ կենդանի եւ մեր մեջ է, Սուրբ Հոգու միջոցով, որը ուղարկեց մեր մեջ եւ հրաշքներով եւ նշաններով, նա հաստատում է, ամեն, հաստատում է, ինչ լավ է, որ դա մենք չենք մենակ, ամեն։ Հաջորդը ինչն եմ ուզում ասել, մենք արագ ենք գնալու Սուրբ Հոգու այդ Առաջին ես ուզում եմ մի բան էլ ասեմ, հետո գնանք ինչ է դա մեզ տալիս, հա։ Ուզում եմ ասել, որ Սուրբ Հոգու մկրտությունը, որի մասին խոսում Աստվածաշունչը, որ մենք տեսնում ենք Գործ Առաքելոց առաջի գլխում, որն ասել սպասեք, մինչև վերևից զորություն կառնի։ Եվ 2 շաբաթ հետո մենք կտոնենք Պենտեկոստե օրը։ Այսինքն այն օրը, որ աշակերտները հավաքված էին եւ աղոթք էին անում, ես սպասում եմ, այս ինչ էր Հիսուսը մեզ ասում, որ մենք պետք է զորություն առնենք, որպեսզի կարողանանք իր վկաները լինենք, հա։ Եվ խոսքը ասում նրանք միասին են մեկտեղ հավաքված եւ աղոթում են եւ հանկարծ երկնքից մի մեծ քամուպես աղմուկ եղավ եւ լցրեց այս սենյակը, որտեղ որ նրանք հավաքված էին։ Եվ կրակի լեզուներ իջան ամեն մեկի վրա։ Եվ բոլորը սկսեն խոսել լեզուներով, նոր լեզուներով, որ երբեք չեն խոսել։ Այն ժամանակ այդ լեզուները, գիտեք, տարբեր ազգությունների լեզուներն էին, որովհետև այնտեղ պետք էր Տերը դրա միջոցով ինչպես нշան, հաստատություն տար այդ մարդկանց։ Բայց նրանք մկրտվեցին եւ Սուրբ Հոգու այդ մկրտությունը նա միշտ сопровождается։ Ուղեկցվում է լեզուներով խոսելով, միշտ։ Դրա համար հաճախակի որ ասենք 50-ականները կամ տենց եկեղեցիներից ասում են հոգի ունես, իրանք ուզում են դու լեզուներով աղոթում ես, որովհետև այդպես են ասում, Սուրբ Հոգու մկրտությունը միշտ ուղեկցվում է լեզուների աղոթքով։ Միշտ ինքը երևալի է, ինքը շոշափելի է, ինքը լսելի է, թանկագիներս։ Դրա համար մենք կամաց կխոսենք եւ մկրտությունը եւ լեզուների աղոթքի մասին, ամեն։ Սա շատ կարեւոր է, դու կարող եք հետո Գործ Առաքելոցում նայել, որ այնտեղ շատ օրինակներ կան, երբ որ առաքյալները գնում էին ու ասում են ու մարդիկ մկրտվել են Հիսուսին ընդունել, ասում են դուք ստացել եք Սուրբ Հոգի, նրանք ասում են չենք էլ լսել։ Ու երբ որ նրանք ձեռնադրում են իրաց վրա աղոթում են, այդ մարդիկ սկսում են լեզուները աղոթել։ Այսինքն տեսեք, առաքյալ ասում է դուք ստացել եք Սուրբ Հոգի, մկրտվել եք, նրանք ասում են չենք էլ լսել, բայց երբ որ մկրտվում են, միանգամից լեզուներով խոսում են։ Կորնելիոսի տանը, երբ որ Պետրոսը քարոզում էր, Եվ հանկարծ ինքը գրված է, տեսա, որ Սուրբ Հոգին իջավ ամբողջ Կորնելիոսի տան մարդկանց վրա, ինչպես իրանք տեսան, որովհետև լսեցին, որ բոլորը սկսեցին լեզուներով աղոթել։ Ու նման շատ բաներ կան։ Եվ ամենաուժեղ փաստը նա է, որ երբ որ Սուրբ Հոգին հեղվեց երկնքից, այդ օրը Պենտեկոստե օրը, բոլորը սկսեցին լեզուներով խոսել։ Գիտեք, ինչի եմ ես սա ասում, որովհետև այսօր լեզուների աղոթքի եւ ընդհանրապես այդ Սուրբ Հոգու մկրտության լեզուների աղոթքի դեմ գալիս է շատ մեծ հակառակություն, թե ուսմունքների միջով, որ նրանք այսօրվա համար չեն, թե թշնամին մեզ է խանգարում, որպեսզի մենք մտնենք դրա մեջ, եւ մենք կարող ենք եկեղեցում լինել, ու մտածել կարևոր չի մկրտությունը, կամ մեզ համար կարող են աղոթել, բայց մենք չենք մկրտվում, որովհետեւ այդքան էլ չենք հասկանում, այդ ինչ է ու չենք վստահում, կամ մենք գուցե մկրտված ենք, բայց մեր աղոթքը այնքան ոնց ասեմ, կաթիլ է, հազիվ, մենք մեզ կոմֆորտ չենք զգում, երբ որ աղոթում ենք, այս ինչ է, շիր արաբարաբադարաբադա, եւ գիտես սա սատանայի սուտն է, այսինքն տարբեր պատճառներ կան, ու շատ բաներ են դուրս գալիս դրա դեմ, բայց մենք տեսնում ենք մի բան, Սուրբ Հոգու զորությունը եւ մկրտությունը նա առաջ, երբ որ նրանք ստացան նա
ուղեկցում էր, նա ուղեկցում էր լեզուների աղոթքով, նա ուղեկցում էր լեզուների աղոթքով, եւ ես ձեզ ասեմ, այդ եկեղեցին, որը աճում էր օրեց օր գործ կարաքելոցում, որովհետեւ երբ որ նրանք մկրտվեցին, նրանք աղոթքի մեջ են անդադար, նրանք աղոթքի մեջ են անդադար, եթե նայես Պողոս Արաքյանին ասում է, ես բոլորից շատ եմ աղոթում լեզուներով, Երբ որ մենք ասում ենք, այդ վարշամանքները ոնց են իր ամառնից վերցնում եւ զորություններ գնում, բոլորից շատ, ես չգիտեմ ով կհամարցակվի նման բան ասել։ Դու Պողոս դու չգիտես մյուս ինչ կան աղոթում, բայց երբ որ նա ասում է ձեր բոլորից շատ եմ աղոթում, նշանակում է իր կյանքի մեջ դա անդադար աղոթք էր։ Ինքը ոչ թե համեմատում էր, այլ ասում էր ես այնքան շատ եմ աղոթում, ինչքան միայն հնարավոր է։ Ամեն ազատ ժամանակ անդադար աղոթում եմ, որովհետեւ նա գիտեր լեզուների աղոթքի զորությունը։ Մենք կարող ենք դա պարզ հասկանալ։ Գործ կարաքելոցում, երբ որ մենք տեսնում ենք Պետրոսին, Հովանեսին տարան, բանտարկեցին, որովհետև նրանք լավ գործ են արել։ Դարպասի մոտ տաճարի բժշկեցին մի անդամալույց, որ ծնված օրվանից անդամալույց էր։ Եվ երբ որ իրանց տարան, այս ինչ եք անում, ինչ անունով կամ ինչ զորությունով, եւ նրանք ասեցին ինչ անունով եւ ինչ զորությունով, մենք հսա կանցնենք երրորդ կետը, ինչ անունով եւ զորությունով, ասում այն Հիսուսին, որ դուք խաչեցիք, Աստված իրան կարգեց, իշխան եւ Տեր եւ Օծյալ, նրա անունով եւ նրա զորությունով։ Եվ գիտես խոսքը այսպես ասում, ինչ կարող են անել քահանապետները, տեսնում են խոսքը ասում նրանք տեսնելով Պետրոսի խիզախությունը, համարձակությունը եւ Հովանեսի եւ տեսնելով բժշկված մարդուն ոչինչ չեն կարող ասել։ Մենակ ասին գնացեք ու այլևս այդ անվան մասին ու հարության մասին չկարոզեք։ Իհարկե առաքյալները դա չարեցին, ասում են ում պետք է ավելի շատ լսել։ Մի հատ մտածեք էլի Աստծուն թե մարդուն։ Ու գիտեք ինչի համար եք մենք գալիս այստեղ։ Եվ մի քիչ հետո իրանք եկան իրանց եղբայրների մոտ պատմեցին ու բոլորը միասին ձայն բարձրացեցին։ Ասեն Տեր դու տեսնում ես ինչ են անում, որ այստեղ բարձրացել են քո Օծյալի դեմ, հա որպեսի կանգնեցնեն այն ինչ որ քո ձեռքը նախասահմանել է։ Եվ այդ աղոթում են, խնդրում են խիզախություն տուր, որ մենք քո խոսքը շարունակենք քարոզել, որ մենք հետ չնահանջենք, որ զորություն տուր մեզ։ Եվ խոսքը ասում նրանք այնպես են աղոթում, որ նրանք աղոթքը շարժեց այդ վայրը, գրված է իրենց աղոթքով այդ տեղը շարժվեց։ Գիտեք, շարժվեց նշանակում է շարժվեց, ֆիզիկապես շարժվեց։ Ամեն։ Եվ խոսքը ասում է ու նրանք լցվեցին հոգով, այսինքն էլ ավելի ոնց որ նորից լցվեցին հոգով եւ խոսքը ասում է խոսքը քարոզում է մեծ խիզախությամբ, մեծ համարձակությամբ ու մենք տեսնում ենք այստեղ որ այո նման աղոթքը նա շարժում է բաներ, նա քամդում է կապանքներ, նա երևալի է դառնում, Տիրոջ ներկայությունը երևալի է եւ երրորդ կետը որը ուզում եմ խոսել որ նա փոխում է մեզ եւ մեզ խիզախ է դարձնում ու համարձակ է դարձնում Այդ թե ինչ անում Սուրբ Հոգու մկրտությունը եւ ինչ անում է որ մենք լեզուների աղոթքը վերցնում ենք եւ աղոթում ենք նա մեզ դարձնում է խիզախ մենք տեսանք նոր այդ Պետրոսի օրինակի վրա եւ երկրորդ Տիմոթեոս 1:7 այսպես ասում որ Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց այլ զորության Սիրո եւ զգաստության, զորության, սիրո եւ զգաստության։ Այսինքն նա մեզ վախի ոգի չդրեց, որ մենք վախկոտ լինենք, երկչոտ լինենք, հա, վախեցած լինենք։ Ինչի՞ նա ասում է Աստված մեզ այդ հոգին տվեց։ Մեկ մարդ կորեն, երբ որ քեզ սպառնան, այլևս չխոսես այս անվան մասին, որովհետեւ բան կգծվես կամ կգլխատվես, մարդ կորեն, մենք իհարկե կվախենանք։ Չգիտեմ դուք ոնց, կարող եք կան մարդիկ ուզում են Ես ոչ մի չեմ վախենում։ Մենք բոլորս տարբեր ենք, կան մարդիկ շատ խիզախ են, կան մարդիկ բնությունից երջոտ են։ Ես այն շատ խիզախների չեմ, բայց փառք Աստծո որ Աստված այն ինչ որ ես չունեմ, իր զորության, խիզախության հոգին ինձ տվեց եւ քեզ տվեց, ամեն։ Բայց երբ որ այդ հոգին եկավ, ասում եմ, լսեք, դուք վախի հոգի չունեք։ Ու երբ որ այդ առաքյալները աղոթում են, Տեր Դուր մեզ խիզախություն, զորություն տուր, որ մենք կանգ չառնենք, ինչ կաներ մեր դեմ դուրս գան, խոսք ասում է Տերը, հոգին նրանք հոգով լցվեցին եւ զորացան եւ խիզախություն առան եւ գնացին մենք այսօր այդ խիզախության կարիքն ունենք թանկագիներս շատերս խիզախության կարիք ունենք եթե երկչոտ ես եթե դու ասես դες բնականից միշտ լուր եմ եղել այսպիսին եմ եղել ձայնես դուրս չի եկել փառք Աստծուն մենք Աստված չի ասում որ դու այսպիսին ես նա չի ասում ժողովուրդ ջան դուք երկչոտ չեք ասում Տերը ձեզ չի տվել երկչոտության հոգի Տերը ձեզ տվել է Տերն է ձեզ տվել խիզախության
զորության հոգի։ Եվ մենք մկրտվելով Սուրբ Հոգով մենք ստանում ենք այդ խիզախությունը։ Ամեն, ինչպես պահել դա, ինչպես դա լինել, ինչպես աշակերտները աղոթել, ինչպես այնցել անգամ գրված է, գետերը թող հոսեն, ինչպես աղոթել, լեզուների զորավոր աղոթք Աստված մեզ տվել։ Աղոթիր մինչև զորանաս, աղոթիր մինչև զորանաս, վախ է գալիս, աղոթիր, սպառնալիք է գալիս, մի փակվիր ինչ-որ միտեղ, ամենաուժեղ բանը ինչ-որ դու կարող ես անել, դա որ աղոթես, որ քո ներսում զորությունը բարձրանա ու քանդի այդ ամեն վախի կապանքները ու դու ազատ լինես։ Եվ հետո աղոթես, որ ել ավելի համարձակ լինես գնալու մարդկանց բժշկելու եւ ազատելու։ Սա Սուրբ Հոգին է, որ տալիս է մեզ։ Ամեն։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, Սուրբ Հոգու մկրտությունը եւ ինչու համար մեզ պետք է լեզուներով աղոթել։ Պետք է աղոթել, իհարկե աղոթել։ Որովհետեւ եթե դա պետք չլիներ, դա չէր լինի, դա երկնքից դա չէր ուղարկի, բայց այդ Սուրբ Հոգու զորության մկրտությունը եւ լեզուների աղոթքը նրանք միասին են տրվում։ Դա մեզ պետք է հասկանալ, երբ որ մենք աղոթում ենք լեզուներով, մենք ազատագրում ենք Տիրոջ Հոգու զորությունը, Սուրբ Հոգու զորությունը, նրա հարուցանող զորությունը, մենք դա ազատագրում ենք, մենք դարձակում ենք։ Ու ինչ է դա անում մեր մեջ, երբ որ մենք այդպես աղոթում ենք, ամեն։ Չորրորդը դա տալիս է մեզ հոգեվոր աճ եւ մեզ շինում է հավատքի մեջ։ Հոգեվոր աճ եւ մեզ շինում է հավատքի մեջ։ Հուդայի 20 ասում է, Հուդայի, մեկ գլուխ կա, չեմ ասում 1:20-ը, Հուդա 20-րդ խոսք։ Բայց դուք սուրբեր, ձեր անձերը, ձեր սուրբ հավատքի վրա շինեցեք Սուրբ Հոգով աղոթք անելով։ Սուրբ Հոգով աղոթք անելով։ Տեսեք, նա ասում է, ձեր անձը շինեք։ Եփեսացիս 6-րդ գլխի 3-րդ գլխի 16-17 խոսք այսպես է, Էլի Պողոսի աղոթքները, որ շարունակենք։ Նա այսպես է խոսում, ասում, որ մենք ճանաչենք, որ նա Տերը Աստված տա մեզ իր փառքի հարստության պես, հա, որ զորությամբ հաստատվի իր հոգու ձեռովը մեր ներսի մարդու մեջ, որ Քրիստոսը հավատքով բնակվի մեր սրտերի մեջ։ Տեսեք ինչ է դա կատարում, ասում աղոթեք, որպեսզի Տերը իր հարստության փառքի պես իր զորությամբ հաստատի իր հոգու ձեռովը ձեզ ներսի մարդու մեջ, հա, որ Եվ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերի մեջ։ Գիտեք, ուրիշ ճանապարհ չկա։ Մենք հոգի ենք։ Այո, մենք մարդ ենք, միտք ունենք շուտ, բայց մենք հոգևոր մարդիկ ենք։ Ինչ որ մենք այսօր խոսում ենք, մենք մեր հոգևոր մարդու մասին ենք խոսում։ Եվ Տերը այստեղ խոսքը պարզ ասում է, դուք ձեր անձերը շինեք։ Գիտեք շինելը ինչ է։ Քարի վրա։ Շենքը ոնց են շինում։ Հա? Քարի վրա, եւ դու աղոթում ես եւ օրեց օր քո ներսի մարդը զորանում է, քարի վրա, դու աղոթում ես եւ քո ներսի մարդը զորանում է, որովհետեւ Տերը իր հոգու ձեռովը հաստատում է քեզ ներսի մարդու մեջ եւ Քրիստոսը հավատքով բնակում է քո սրտի մեջ, դա շատ կարեւոր է, նույնպես երբ որ մենք վերցնում ենք խոսքը, օրինակ այստեղ Պողոս ասում է, աղոթեք որ ճանաչեք, մենք վերցնում ենք խոսքը եւ մենք աղոթում ենք եւ Սուրբ Հոգին մեր ներսի մարդը զորացնում է հավատքի մեջ, մեր ներսի մարդը հավատքի մեջ զորանում է, մեր ներսի մարդը սկսում է հասկանալ հոգևոր բաներ, դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք տեսնենք Հռոմեացիս 8:2-ը, այնտեղ ասում է, մենք կարող ենք հոգով ապրել, կարող ենք մարմնով ապրել։ Եթե մարմնով ապրենք, կմեռնենք։ Այսինքն մարմնավոր մարդը ոչ մի զորություն չունի, կարողություն չունի, բայց եթե հոգով ապրենք, եթե վարվենք, մենք կհաղթենք։ Եվ նույն Հռոմեացին 8:2-ը ասում է, մենք ստացել ենք հոգու կյանքի օրենքը։ Հոգու կյանքի օրենքը մեզ ազատում է մահվան եւ մեղքի օրենքից։ Գիտեք օրենքը ինչ է։ Ես ինձ համար այսօր այսպիսի մի բան ուղղակի գրեցի։ Դա գործող զորություն է։ Դա գործող զորություն է։ Մեր մեջ մի ժամանակ գործում էր մահվան եւ մեղքի օրենք։ Հիմա Սուրբ Հոգին ստանալով եւ մկրտվելով, մենք գիտեք ինչ, մի նոր զորություն ենք ստացել։ Հոգու կյանքի այդ օրենքն է մեր մեջ գործում։ Հոգու կյանքի զորությունն է գործում։ Ոնց անենք, որ նա վերջապես կարողանա արտահայտվի։ Խոսքը ասում է, հոգով սպանեք մարմնի գործերը եւ այն ժամանակ չեք կատարի դա։ Այսինքն ինձ պետք է որ իմ ներսի մարդը ուժեղ լինի։ Եվ դրա համար Տիրոջ հոգին իմ մեջ է, հոգու կյանքի օրենքը իմ մեջ է։ Ու ամեն անգամ երբ որ ես հավատում եմ խոսքին, ու ես շարունակում եմ աղոթել եւ իմ անձը շինել, լեզուներով շինել, գիտեք ինչ է լինում, հոգու կյանքի զորությունը իմ մեջ գործում է։ Եվ այն ժամանակ նա մարմնի գործերի իմ մեջ ուղղակի գիտեք ինչ անում, այսպես տապալում է։ Հնարավոր չէ հաղթել մարմինը։ Գիտեք ինչ է մարմինը, մեր հին էությունը, իր այն վատ խասյաթով։ Այն բոլոր բաներով, որ գիտենք վատ խասյաթը, հա, ել չեմ ասում գրական ձևով։ Իր տարօրինակ հասկացողությամբ, իր սովորություններով, որ նորից ասում եք, թեպետ Աստծո խոսք ուրիշ ասում, բայց նա նորից իրանն ասում, իրանն անում, հին մարդու պես։ Մի քիչ պատկերավոր, այսա մարմինն է։
Եթե մենք ուզում ենք դրա գերին չլինել, կա մի ճանապարհ։ Մենք ստացել ենք այդ հոգու զորությունը, այդ հոգու կյանքի օրենքը, սկսեք աղոթել։ Իհարկե խոսքն էլ վերցրեք։ Նայեք խոսքին։ Մենք շատերս գիտենք խոսքը, բայց խասյաթը մնում է։ Տենց չի։ Կա մի բան, որ դու գիտես խոսքը այսպես ասում, բայց դեռ հին ձևով ես վարվում։ Հաստատ։ Դա խոսում է նրա մասին, որ մենք կարող ենք խոսքը իմանալ, բայց մարմնավորապես ապրել։ Բա ինչի՞։ Որտեվ խոսքը պետք է մարմին դառնա։ Դու վերցնում ես այդ խոսքը եւ դու աղոթում ես, որ նա ձևավորվի քո մեջ։ Քրիստոսը հավատքով ձևավորվի քո մեջ։ Ամեն։ Ես սա գիտեք, մեր ներսի շինությունն է, մեր մարդու, ներսի մարդու, առանց այդ մկրտության եւ առանց այդ աղոթքի կյանքի, որ պարգևի, որ Սուրբ Հոգի մեզ տվեց լեզուների, մենք չենք կարող հոգեվորապես աճել։ Մենք չենք կարող մարմնի գործերը հաղթել։ Մենք չենք կարող մեր կյանքում այդ մեղքը, որ կարող այստեղ է հասցրել, հա, ամեն անգամ ու դու նորից քեզ դատապարտում ես։ Դրա հարցերը լուծել, որովհետև դրա համար դու չպետք է անես։ Տերը քեզ տվել է հոգու զորությունը, դու պետք է գործի դնես այդ հոգու զորությունը եւ դուրս գաս այդ մեղքի դեմ։ Թույլ տաս, որ սա, գիտեք, ջրերը որ գնում են, ամեն ինչն էլ հետը տանում են։ Ամեն։ Թույլ տաս, որ Սուրբ Հոգու զորությունը քո կյանքից հանի այդ բաները։ Միայն այդպես ենք մենք ձևափոխվում։ Ամեն։ Նա փոխում է մեզ, նա շինում է մեր անձը, նա տալիս է հոգևոր աճ։ Եվ մի բան էլ, որ ինչի մասին ուզում եմ ասել, լեզուներով աղոթքը։ Սա շատ կարևոր բան է, որի մասին Աստված ասել է, որ երբ որ մենք աղոթում ենք, առաջի Կորինթացիս 14-րդ գլուխը, մենք խորհուրդներ ենք ասում, դա այն է, գաղտնիքներ ենք խոսում Աստծո հետ, սա ամենա, մենք Աստծո լեզվով ենք խոսում, գիտեք, նա հոգի է, մենք հոգի ենք, ոչ ոք ասում ես չի հասկանում, դուք խորհուրդները Աստծո հետ գաղտնիքներ եք խոսում, դուք պատկերացնում եք։ Շատերս ասում են, ինչ բան է, շիլարա բրոնդը, սելարա մանտիա բրոնդը, ստակրո բրոդա Ռոսիա։ Ու ինքան անհավես են խոսում։ Եթե ինանան միայն, որ հիմա քո հոգին Աստծո հետ գաղտնիքներ է խոսում, դու շփվում ես Աստծո հետ իր լեզվով, դա այնքան կարևոր է։ Այո, մեր միտքը անպտուղ է, բայց մեր հոգին շինվում է։ Ինչու կարևոր է, որ մեր հոգու մեջ Աստծո խորհուրդները, երբ որ մենք աղոթում ենք, մեր ներսում Աստծո խորհուրդներն են գալիս, Աստծո իմաստությունն է գալիս, Աստծո պատասխաններն են գալիս, որովհետև դու աղոթում ես եւ Աստված քո ներսում բաներ է դնում, որոնք մեզ համար շատ կարևոր են։ Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխը կարող եք կարդալ 9-ից 16 խոսքերը։ Ասում է աչքը չի տեսել, ականջը մարդու չի լսել, մտքով էլ չի անցել։ Մի հատ տեսեք, ինչը մեր աչքը չի տեսել, ինչը մեր ականջով չի անցել, մեր միտքը։ Ինչ է Աստված պատրաստել իր սիրողների համար, բայց մեզ Աստված հայտնեց դա իր հոգովը, որտեղ հոգին ամեն բան գիտի եւ Աստծո խորքերը։ Աստված մեզ տվեց իր հոգին, երբ որ մենք աղոթում ենք, գիտեք, մենք մտածում ենք դա դատարկ բան է։ Գիտես ինչ է լինում, Աստված այդ բաները, որ աչքը չի տեսել, ականջը չի լսել, մեր մտքով չի անցել, խորհուրդներ, որ մեր հասկացողությունից, կրթությունից վեր են, կարողությունից, պատկերացումներից վեր են, բայց որոնք ճիշտ պատասխաններ են ու Աստված կարա դրանց միջոցով ամեն բան փոխի։ Երբ որ մենք աղոթում ենք, Տերը այդ խորհուրդները դնում է մեր մեջ։ Դու աղոթում ես, նա դնում է քո մեջ։ Եվ գիտես, հետո խոսքը ինչ ասում է, հետո գալիս է մի օր դու դա սկսում ես խոսել ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորած, հա, հոգևորների հետ։ Մեր բոլորիս կյանքում դա եղել է։ Գուցե այդ րոպեին չի։ Երբ որ դու անդադար աղոթքների մեջ ես, դու այնքան զգայուն ես, մեկ էլ հանկարծ դու գնում ես ու հանկարծ դու այդ րոպեին չես ասել, պատասխանը գալիս է։ Իմ կյանքի մեջ նման բաներ եղել են, ճեղքումը գալիս է։ Գիտես դու աղոթում ես, թե ոչ մի բան չկա, աղոթում ես լեզուներով, աղոթում ես։ Ու քանի որ դու միշտ աղոթքի մեջ ես, ու հանկարծ դու դա չես էլ մտածել։ Ես դա ունեցել եմ, ես խոսել եմ այդ վկայությունը։ Դու չես էլ մտածել, որ երբևիցե ինչ որ նման մի բան կլինի, դա մտքովը չի անցել, ու հանկարծ ներսումդ վկայություն է գալիս։ Սազար, որ մտքովը չի անցել, չես էլ երազել, չես էլ պատկերացրել, չես էլ խնդրել, ու նման բաներ շատ են լինում մեր հետ։ Ինչու՞։ Որովհետև մենք խորհուրդներ ենք խոսում, գաղտնիքներ ենք խոսում։ Նա կտա քեզ երազի միջոցով։ Առաքյալները ծոմ են, պահում աղոթում են եւ Տիրոջը ծառայում են, ծառայում են։ Եվ գիտես, Աստված այդ րոպեն չէ, խոսք ասում է գիշերը տեսիլքի մեջ, որ քնած էր։ Պողոսը լսեց, մակեդոնացի մի մարդ կանչում էր արի, նա ուղղություն ստացավ ուր գնա։
Այդ րոպեին կարող է դու չես ստանում, բայց որ դուք խոսում եք Աստծո հետ եւ ձեր անձի մեջ Աստված խորհուրդներ ա դնում, գաղտնիքներ ա դնում, իր ծրագրերն ա դնում, ու հետո նա ճիշտ ժամանակին ինչ որ մի ճանապարհով դա կսարքի դու կտեսնես, մարդու միջոցով կլսես, երազի մեջ կտեսնես, տեսիլքով ուղակի քեզ կասի, դա կարևոր է, առանց դրա մենք չենք կարող հասկանալ բաները, որը մեր ականջը չի լսել, աչքը չի տեսել, մեր մտքից վեր է, բայց Սուրբ Հոգով կարելի է։ Ամեն։ Ինչքան հրաշալի բան մենք ունենք եւ ինչ զարմանալի կյանքի մեջ ենք։ Եվ վերջինը, որ ես ուզում եմ խոսել, դա կարճ ուղղակի Հռոմեացիս 8:26-27-ը։ Մեր փառաբանության թիմը թող բարձրանա։ Հռոմեացիս 8:26-27-ը։ Եվ այստեղ խոսքերը ասում է, որ երբ որ մենք չգիտենք ինչպես աղոտ կանել, ինչպես վայելը, հիշում եք այդ տեղը, ինքը հոգին մեզ համար անբարբար հարաճանքներով աղոտ կանում, որովհետև հոգին գիտի հոր միտքը եւ ինքը աղոթում է մեզ համար հոր կամքի համաձայն։ Հիշեք մի բան, երբեք լեզուներով աղոթելով դու հոր կամքի հակառակ չես աղոթելու։ Ամենանշանակետի աղոթքը, որ հոր կամքի մեջ ես, երբ որ դու լեզուներով աղոթում ես, ասես Տեր, ես քեզ եմ տալիս Սուրբ Հոգիս աղոթքը։ Ես ամեն բան չգիտեմ, ես շատ բան չեմ տեսնում, ես կարճ եմ տեսնում, իմ կարծիքով սա է ճիշտը, բայց ես վստահ չեմ, ու դու աղոթում ես ու Տերը անբարբար հարաճանքներով քո միջոցով աղոթ կանում։ Ամեն։ Ես էլի պատմել եմ, որ մի օր ես ուղղակի 3 ժամ ուղղակի հառաչում էի, Սուրբ Հոգին ուղղակի վերցրեց գետնին ու ես միայն հառաչում էի։ Ես չգիտեի ինչի համար։ Հաջորդ օրը, երբ որ ես ծառայության, Սուրբ Հոգին հեղվեց։ Իմ մտքով չէր անցնում։ Ուղղակի Սուրբ Հոգին եկավ ու ես հառաչում էի։ Ով կմտածեր, որ նման շարժ Սուրբ Հոգու հետաքրքիր կվերապրեմ։ Սովորական քնում ես վեր ես կենում։ Ու տենց ձեր կյանքում էլ շատ կա։ Բայց ինքը հառաչում է, ինքը կամք ունի հայրը։ Տեր էս արա, այն արա, էս արա, լսեք, Աստծո մտքերը մեր մտքերից վեր են։ Ես չեմ ուզում ինչ-որ միտքս տեսել, ականջս լսել, բայց չլինի արք այդ բաները, բայց կան ավելին։ Ու այդ զարմանալի կյանքը Տերը մեզ համար պատրաստել է, թանկագիներ։ Մենք մի քիչ հետո կբարձրանանք։ Գիտեք, ես ինչն եմ ուզում ասել։ Երբ որ մենք չենք ամբողջությամբ ընկալում այդ պարգևը Սուրբ Հոգու մկրտության եւ լեզուների կարեւորության, դե ինչ կարեւոր է, ես կգնամ լեզուները պարտադիր չեն, դու քեզ կողոպտում ես։ Եթե պարտադիր չէր լինի, այստեղ գրված չէր լինի։ Եթե պարտադիր չէր լինի, Սուրբ Հոգին այդպես չէր գա եւ Տերը չէր տա այդ լեզուների աղոթքը։ Շատ բաներ կան դուրս են գալիս։ Դու քեզ ես կողոպտում։ Դու քեզ զրկում ես այն օրհնություններից, որի մասին ասեցի, տալիս է զորություն թշնամու դեմ, տալիս է զորություն ծառայության համար, տալիս է մեզ խիզախություն, ամեն, նա մեր ներսի մարդն է շինում եւ մեր մարմնի գործերը հարցերն է լուծում, Աստվածային իմաստությունը, որ մեր խելքից բարձր է, մենք ստանում ենք եւ նույնպես նա մեզ օգնում է բարեխոսել, ես չգիտեմ ոնց, ինչպես, բայց Տերը տալիս է։ Ու այս զարմանալի պարգևը դու կողոպտում ես քեզ, բայց ոչ միայն քեզ։ Երբ որ մենք հրաժարվում ենք Սուրբ Հոգու լեզուների այսպես փափագել իրանց կամ մտնել դրան արձագանքել, մենք կողոպտում ենք Հիսուսին, որտեղ մենք մերը չենք։ Որովհետև նա դա ուղարկեց, որովհետև նա սպասում էր, որ քո միջոցով երկինքը կտարածվի երկրի վրա, արքայությունը ներկխուժի մեր տների մեջ, արքայությունը կգա քաղաքների մեջ, դա նրա համար ուղարկեց, Հիսուսը դրա համար ուղարկեց, ես ուղղակի գիտեք ինձ համար չեմ ապրում, կուզեմ կաղոթեմ, կուզեմ չէ, ես կողոպտում եմ առաջինը ինձ, որովհետև Տերը ինձ սիրում է եւ հրաշալի կյանք ինձ համար պատրաստել, ես կողոպտում եմ Քրիստոսին, որովհետև ես իրանն եմ եւ իրա հոգին է երկրի վրա եւ նա ծրագրեր ունի այսօր երկրի վրա անելու։ Ես հավատում եմ, որ այսքանը հերիք է, որ մենք գնանք տուն եւ խորհենք։ Եթե դու չես գրել, կվերցնես, կլսես տեղերը գրի կարդա, մենք արագ անցանք։ Ու ասես Տեր, ես ուզում եմ ճանաչել այդ փառքի գեղեցկությունը, այդ հոգու մկրտությունը, քո ներկայության լիությունը իմ մեջ։ Եթե մենք այսքան ասեցինք, միթե դա մեզ չի ոգևորում, մենք կարող ենք ուրիշ որակի կյանք ունենալ։ Ուրիշ որակի կյանք։ Ոչ միայն փրկված ենք վերստին, արդարացված ենք, դա լավ է, բայց դա սկիզբն է, իսկ շարունակությունը այն կյանքն է, որի մասին մենք հիմա այսպես ասեցինք, ու դա պատրաստված է քո եւ իմ համար։ Այո, հիվանդներին կալասկանորով կբերեն փողոցներով եւ քո ստվերը կբժշկի եւ իմ ստվերը։ Բայց գիտես երբ դա կսկսվի, երբ որ մենք լսել ենք անցյալ Կիրակի, եւ չեք զլացել, լավ, մի հատ գրիպ, մի հատ էլ մեջքի ցավը, սկսել ենք միանգամից գործի դնել։ Եկեք գործի դնենք, եկեք հավատարիմ լինենք քչի մեջ։ Գիտեք ինչի, այսինքն դա ջրերը մեր մեջ են, նրանք պետք է գործեն։
Ու եթե սարավության ուրիշ պատասխան ստանայի, մենք միջև ստեգալ ենքան ենք աղոթելու, որտեղ վկայությունը պետք է լիներ։ Մենք պետք է բաց չթողնենք, նորից ու նորից, բաց չթողնենք այդ բաները։ Մենք այդպես ենք սովորում։ Միջև որ մենք մտնենք մեծ բաների մեջ, մենք սովորում ենք քայլ առ քայլ, թույլ տալ Տիրոջ հոգու, նրա զորությանը մեր մեջ արտահայտվել, սիրելիներս։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավին նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրաձայնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաև ամեն բարի գործի համար նաև պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն,
նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ոստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետևյալ հաշվեհամարին. Աստված օրհնի քեզ։